Վերջին զանգը հեռուստասերիալն այս պահին համարվում է հայկական սերիալ արտադրության ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Դիանա Գրիգորյանը շարունակում է պահել սերիալի սյուժեի լարվածությունն ու անակնկալներով լի ընթացքը։ Նրա վերջին բացահայտումը նոր շոկ է առաջացրել հեռուստադիտողների շրջանում, պարզվել է, որ Անգելինան պատրաստվում է լքել երկիրը։ Թե կոնկրետ որ երկիր է մեկնելու, նա դեռ մնում է խորհրդավոր, սակայն ակնհայտ է այս որոշումը լինելու է ճակատագրական ինչպես նրա, այնպես էլ Հենրիի համար։ Սոցիալական ցանցերում արդեն տարածվել են մի քանի ենթադրություններ, ոմանք կարծում են, որ Անգելինան մեկնելու է բուժման նպատակով, քանի որ վերջին սերիաներում հաճախ էր ուշագնաց լինում և առողջական խնդիրների ակնարկներ են եղել, ուրիշներն էլ ենթադրում են, որ նա պարզապես ցանկանում է փախչել իր զգացմունքներից, սթրեսից և այն ճնշող մթնոլորտից, որն առաջացել է իր և Հենրիի միջև, և երրորդ տարբերակն այն է, որ ծնողները նրան ուղղակի երկրից տանում են։ Ակնհայտ է նաև արդյոք Հենրին կփորձի հետ պահել նրան, թե ոչ, կշարժեն արդյոք զգացմունքները և արդյոք նա կթողնի ամեն ինչ Անգելինայի հետևից գնալու համար։ Այս պահից սկսած հեռուստադիտողներին սպասում է նոր սիրային դրամա բաժանման ցավով, հեռավորությունից ծնվող կարոտով և գուցե անսպասելի վերամիավորմամբ։ Բացի այդ, սերիալում թաքնված սյուժետային գծերից մեկը ենթադրում է, որ հենց Հենրիի բացահայտումներից մեկը կարող է ստիպել Անգելինային գնալ։ Արդյոք նա արդեն սկսել է կասկածել ծնողների ծագման մասին և որոշել է փախչել ճշմարտությունից, չէ՞ որ նա մտածում է այսքան ժամանակ միշտ մտքեր եղել են, որ ինչու է նա իր ընտանիքի միակ երեխան։ Իսկ հնարավոր է, որ նրա մեկնումի պատճառը կապ ունի նոր հայտնված կերպար Գոռ Մարկիչի հետ, ով ակտիվորեն ներխուժել է Անգելինայի կյանք։ Մի բան հաստատ է, Դիանա Գրիգորյանի այս բացահայտումը միայն սկիզբն է։ Նոր զարգացումները խոստանում են ոչ միայն սիրային, այլ նաև դրամատիկ ու ինտրիգային ընթացք։ Հնարավոր է Անգելինայի մեկնումը սերիալում դառնա նոր շրջադարձի սկիզբ, որտեղ յուրաքանչյուր կերպարի ճակատագիր ստանա նոր ընթացք։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր գաղտնիքներն առաջինը իմանալու հնարավորությունը և իհարկե դիտելու ամենադիտարժան ու հետաքրքիր կադրերը առաջինը։ Շատ եք ինձ հարցնում, արդյոք Աննան հղի է։ Ինձ ուրախացել ոնց որ Աննան իսկապես հղի է։ Այս հարցին պատասխանեցի։ Ինչ վերաբերում է Հենրիին և Անգելինային, շատ եք հարցնում, արդյոք Անգելինան լքելու է հանրապետությունը։ Լքելու է։ Հենրիից գնալու է։ Ինչ է անելու Հենրին, նայեք կիմանաք։ Այսօր ֆայնային տուն ճանապարհեցի ու Երեք նկարահանումներն ավարտեցինք գիշերը 2-ին։ Հիշում եմ, որ սենց եկան մամանս աման հետևիցս իջա տուն ու չեմ հիշում ոնց եմ քնել, այդ տենց հոգնած էի, բացի այդ լացելու տեսարաններ էր, մինչև աչքերս ուռած է բորբոքվել, այնքան եմ լացել։ Ու ինչու՞մն է իմ սթորիի միտքը, որ ոլորտը կապ չունի, անկախ ոլորտից ոչ մեկս հաշվի չենք առնում դիմացինի կատարած աշխատանքի ծավալը, տանջանքը։ Ուղղակի հետո մեկնաբանելուց սենց մեր համար ոտներս գցած հանգիստ դիրքով ինչ պետք է ասում ենք, բայց ոչ մի բան հաշվի չենք առնում։ Լավ չի, անարդարությունը երևի կյանքի հենց այդ կետում է։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ է մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։
մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ է լավ է։ Բարի օր սիրելի հետևորդ, ուսան լավ եք։ Հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ պարբերաբար ներկայացնել վերջին զանգը հեռուստասերիալի թարմ նորությունները։ Իհարկե չեմ կարողանում ես լիարժեք խոստումս իրականացնել, որովհետև հավանաբար կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ սարսափելի ծանրաբեռնված ենք աշխատում գիշեր-ցերեկ, ցերեկ-գիշեր, առավոտ։ Շատ խառը եւ ոչ մարդկային ռեժիմով։ Այսպես ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր իմացիր ավելին հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել ենք հերոսածին մայրերին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, շատ հուզիչ ապրելու մասին է այսօրվա հաղորդաշարը։ Բաց չթողնեք 20:50 Armenia TV եթերում, որից անմիջապես հետո կարող եք արդեն հետևել վերջին զանգը հեռուստասերիալի իրադարձություններին։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչը մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ է լավ է։ Իրականում շատ եք հարցնում, թե ով է մեր հեռուստասերիալի երաժշտության հեղինակը։ Ես ասեմ, որ վերջին զանգը հեռուստասերիալի եւ առհասարակ բոլոր այն սերիալները, որոնք որ մենք իրականացրել ենք, բոլոր սերիալների երաժշտության հեղինակը Արմանն է Բարսամյան, ով գրում է շատ գեղեցիկ կինո երաժշտություն, ով գրում է իրավիճակային կինո երաժշտություն, ում կինո երաժշտությունը լսելիս միանգամից պատկերացնում ես ֆիլմ իր բոլոր գույներով։ Արման է Բարսամյան այդ ամենի հեղինակը, չէ՞ Գայ։ Տաղանդավոր Արմանը։ Ուտեմ քիզ Գայուշ։